Քինոայով աղցան։ Ամեն օր խոհանոցում մեր ձեռքի տակ եղած այս մթերքներից կարելի է շատ տարբեր աղցաններ պատրաստել։ Նարինեի առաջարկը եւ համեղ է, եւ շատ օգտակար։ Եթե քինոան ձեզ համար դեռ նոր է, առաջարկում եմ մեկ անգամ փորձել, հաստատ գոհ կմնաք։ Այս աղցանի համար անհրաժեշտ է թարմ լոլիկ, պղպեղ, վարունգ, սոխ, բրոկոլի, կունջուտ, քինոա, զեյթունի ձեթ եւ աղ։ Բրոկոլին ու քինոան պետք է նախապես խաշել։ Մնացած բանջարեղենը պետք է պարզապես կտրատել եւ սիրով խառնել իրար։ Աղցանը մատուցել ջերմությամբ եւ ժպիտով։ Ահա համի ուժի իսկական գաղտնիքը։ Բարի ախորժակ։ Խմում ենք։ Խմորումները դա գինու ծնունդն է, ծնունդից հետո նա մեծանում է, հասունանում է, ունի կյանք եւ դրանից հետո ունի մահ։ Եվ շատ հետաքրքրական է այն փաստը, որ գինին ունի նաեւ զգացողություն ու շատ լավ զգում է թե իր ստեղծողի տրամադրությունը, թե իրան հետևողի վերաբերմունքը եւ այդ ամեն ինչ հետո փոխանցում է խմողին։